Ողջույն, Curiosity Fest-ում թերթեյմի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Դալմայի փոխտնօրեն Մարիամ Չակարյանին, ողջույն Մարիամ։ Ողջույն։ Մարիամ, Դալման Հայաստանի առաջին մոլն է եւ Հայաստան շոփինգի մշակույթը մտցնելու մեջ մեծ ավանդ ունի։ Դրանից հետո էլի առևտրային մոլեր են բացվել, բայց ինչպես է կարողանում այսքան տարիների ընթացքում պահել Դալմայի յուրահատկությունը։ Տեսեք, առաջինը լինելը շատ պարտավորեցնող է, որովհետև երբ որ առաջին մոլն ես, անընդհատ պետք է դիրքդ պահես, պետք է անընդհատ նորություններով հանդես գաս, որպեսզի ոչ մի կետ քո այցելուին չհոգնեցնես եւ ամեն անգամ նոր բան ունենաս նրան առաջարկելու։ Երևի հենց այս ռազմավարություններ որդեգրել ենք, այնպես ենք անում, որ ամեն անգամ երբ որ մարդը գալիս է, տեսնի նոր բրենդեր, տեսնի փոփոխված բրենդեր, տեսնի ինտերիերում փոփոխություններ, անընդհատ ինչ որ հետաքրքիր մարքեթինգային արշավներ, մարքեթինգային քայլեր ենք իրականացնում, որպեսզի կարողանանք մեր այցելուի հետ կապը համ պահենք, համ գնալով ավելի ամրապնդենք եւ նոր սերունդներին եւս ներգրավենք ու կանչենք մեզ մոտ։ Դա շատ բարդ ու անընդհատ ընթացիկ process է, որի համար էլ հենց ամեն օր մարքեթինգի թիմը եւ ամբողջ համակարգը Դալմայի աշխատում են, որտեղ Դալման այդպես փոքր քաղաքի նման մի բան է, այսինքն այնտեղ կան խանութներ, առավոտյան բացվում է, պետք է ամեն ինչը կազմակերպել, անընդհատ ընթացիկ գործ կա անելու եւ կարեւորը անընդհատ հետաքրքիր մնալը, անընդհատ արդիական մնալը, անընդհատ ձեռքը պուլսին պահելը, որ հասկանաս շուկայում ինչ է փոխվում եւ վստահ լինել, որ դու հետ չես ընկել այդ փոփոխություններից ու համընթաց շարժվում ես շուկայի տենդենսներին։ Այսօր առևտուրը թվայնացել է եւ հետաքրքիր է ինչպես եք դիմակայում այս իրավիճակին։ Երեք էլ հետաքրքիր այդ մասով հարց ունեցանք մոդերատորի կողմից։ Նայեք, աշխարհում օնլայն առևտուրը գտել է իր հաճախորդին, օֆլայնը ունի իր հաճախորդին եւ իրենք հավասար զարգանում են, որովհետեւ ինչքան էլ թվայինը զարգանա, միևնույն է այդ մարկային շփումը, այդ հագուստը շոշափելը գնելուց առաջ տեսնելը, թե ինչ ապրանք է սառնում, գալ պտտվելը, այդ իմպուլսիվ գնում անելը դա չի կորում եւ մարդու համար դա շատ կարեւոր է, ինչը ցույց տվեց նաեւ կոവിഡ്ի ժամանակաշրջանը, երբ որ շատ անցանք օնլայնին եւ այդ ժամանակ հիշում ենք լոգիստիկ առումով արդեն ուղղակի չէին կարողանում մեծանաբեռնվածությանը դիմանալ եւ օնլայն կայքերը եւ լոգիստիկ բոլոր այդ շղթաները, ուստի չի կարող ամեն ինչը անցնել թվայինի։ Հայաստանում դեռ մի քիչ լողում է թվային եւ օֆլայն այդ սահմանագիծը, բայց դա ժամանակի հարց է, որ թվայինը կգտնի իր հստակ նիշան շուկայում եւ օֆլայնը կշարունակի իր հաճախորդների հետ այցելել։ Եվ այնպես չի, որ այն մարդիկ, ովքեր ես ինքս էլ երբեմն օնլայն գնումներ անում եմ, բայց ես համատեղում եմ համ կախված արդեն կարիքից, երբ է պետք, որ պետք է պտտվեմ, ընտրեմ, նոր առնեմ, երբ է պետք, որ անմիջապես պետք է առևտուր անեմ։ Այստեղ շատ կարևոր է, որ մեր բոլոր բրենդերը իրենց գնային քաղաքականությունն են փոխում, որպեսզի մրցակցային գները կարողանան պահեն օնլայնի հետ եւ այդ առումով հետ չընկնեն եւ որևէ կերպ չզիջեն իրենց դիրքերը։ Երբ որ արդեն այդ ամեն ինչը հավասար պայմանների վրա է գալիս կանգնում, արդեն մարդու նախասիրությունների հարց է, որը մշտական չի այսօր կարող է մի բանը սիրել գալ օֆլայն շոփինգի, մի ուրիշ օր կարող է ուղղակի օֆլայն չուզենա եւ օնլայն գնման գնա, բայց մոլի լավը միևնույնն է, որ իր կոնցեպտուալ առումով դու մտնում ես մոլ եւ սկսած սուպերմարկետից, սկսած, չգիտեմ, տնային պարագայից մինչեւ հագուստ ու մանկական խնամքի պարագա, մինչև դեղատուն ամեն ինչը միտեղ է եւ դու ստիպված ես անընդհատ տարբեր այդպես կայքերում փնտրել գտնել, միևնույնն է շատ ավելի արագ ու ավելի հեշտ է ստացվում մոլում գնում անելը, քան օնլայն անձամբ ինձ համար։ Ինչպես եք որոշում, թե որ բրենդը պիտի լինի Դալմայում, դա մաքուր բիզնես որոշում է, թե նայում եք, թե օրինակ ինչը ավելի կսազի մեզ, ասել նկատի ունեմ բրենդի առումով։ Նայեք, նախ Դալման ունի հստակ սահմանած նշաձող եւ այդ նշաձողին համապատասխան է ընտրում այն բրենդերին, որոնք կհայտնվեն Դալմայում։ Դալմայում բոլորը գիտեն կապ տենց շատ երկար էջերով գնացող waiting list կոչվածը, որ բրենդերը սպասում են, թե երբ է Դալմայում տեղ ազատվելու, որ կարողանան իրենք էլ ներկայանալ մեզ մոտ։ Երբ որ ունենում ենք ազատ տեղ եւ ունենք տարբեր դիմող ընկերություններ, հիմնականում ոնց է լինում։ Նայում ենք, որն է մեզ ավելի համապատասխան, նայում ենք մեր բրենդ միքսում ինչի կարիքը ավելի շատ ունենք,
որովհետև առաջին հերթին մոլի կոնցեպտը մարդուն մեծ ընտրություն տալն է, այսինքն պետք է վստահ լինես, որ բոլոր ոլորտներում դու տալիս ես իրեն ամենալավ ընտրությունը եւ մարդը, երբ որ գալիս է մոլ, ինչ իրեն պետք է կարող է գտնել։ Այդ տեսանկյունից ենք առաջին հերթին առաջնորդվում, նայում ենք շահերի բախում չլինի եւ հետո նոր արդեն ընտրում ենք ֆիլտրելով գալիս ընտրում ենք որևէ բրենդ։ Շատ անգամ կտեսնեք Դալմայում փոփոխություններ են լինում, նոր բրենդեր են բացվում։ Լինում է, որ տվյալ բրենդը իր պորտֆոլիոյում ունի մեկ ուրիշ բրենդ գրուպը եւ մենք իրեն հետ բանակցում ենք եւ համատեղ բանակցությունների արդյունքում որոշում ենք տվյալ բրենդը փոխել մեկ այլ բրենդով, որպեսզի այդ արդիականությունը պահել, որպեսզի հաճախորդին միշտ հետաքրքրությունը բավարարել։ Առաջիկայում ինչ բրենդներ կտեսնենք Դալմայում։ Շուտով կտեսնեք Կիլյանի մոնոբրենդի բացումը, հենց գլխավոր մուտքի մոտ շատրվաների կողքը, թարմացնում ենք մեր գլխավոր մուտքի մոտի սրճարանը, այնտեղ կտեսնեք շատ լավ խոհանոցով, հրաշալի, շատ լավ աուրայով մի նոր սրճարան, ընդամենը երևի մինչև մայիսի կեսեր կբացվի արդեն, առայժմ այդ երկուսի փակագծերը կարող են բացել։ Եղել է բրենդ, որ մերժեք, ասեք սա ձեր տեղը չէ։ Հենց այդ ձևակերպմամբ չենք մերժում, բայց լինում է, որ բացատրում ենք, որ օրինակ Դալմայի հաճախորդը գուցե իր թիրախը չէ, կամ գուցե լինում է, որ իրեն հարմար չի լինում պայմաններն ես ներկայացնում, բայց հիմնականում, քանի որ տեղ շատ քիչ է մեզ մոտ ազատվում, ավտոմատ իրենք հայտնվում են waiting list-ում եւ երբ որ ունենում ենք պոտենցիալ ազատվող տեղ, մենք հանում ենք արխիվից այդ waiting list-ը եւ սկսում ենք դրա մեջից արդեն ինքներս ընտրել։ Այսօր որոնք են Դալմայի ամենաայցելվող եւ ամենաեկամտաբեր խանութները, ինչու եմ առանձնացնում, որովհետեւ հաճախ դրանք նույնը չեն։ Եկամտաբեր ասելով, եթե Դալմայի տեսանկյունից նկատի ունենք, բնականաբար ինչքան մեծ են, այնքան ավելի շատ բարձր են վճարում տարածքի մեծության հաշվին։ Իսկ խանութի վաճառքի առումով եկամտաբերությունը դա արդեն ամեն խանութ, քանի որ վարձակալ է եւ մեր առաջնային հաճախորդը հենց մեր խանութներն են, ոչ թե այցելուները։ Իրենք արդեն ամենքը իր վաճառքները չափում են, որին Դալման չունի հասանելիություն եւ մենք չունենք այդ տեղեկությունը։ Մենք անում ենք շուկայի հետազոտություններ, որպեսզի հասկանանք մարդիկ որ բրենդերի համար են մեզ մոտ գալիս, իսկ թե որ խանութն է ամենաեկամտաբերը, այդ արդեն ամեն խանութի տնօրինությունը ինքն է տիրապետում արդեն այդ կոնֆիդենցիալ ինֆորմացիային, որով երբեմն մեզ հետ կիսվում են, երբեմն չէ, բայց մենք չունենք այն ամբողջական պատկերը, որ կարողանանք որոշել, թե ովքեր են ամենաեկամտաբերը։ Իսկ որոնք են ամենաայցելվողները։ Շատ կախված է սեզոնից, շատ կախված է զեղչերից, երբ որ զեղչեր են, որոշ խանութներ ավելի առաջ են գալիս, երբ որ զեղչեր չկան, մյուսներին է գուցե նախապատվությունը տրվում եւ քանի որ մեզ մոտ կա չգիտեմ, mass market խանութից մինչև բավականին բարձր գնային սեգմենտում գտնվող բրենդեր, ամեն մեկը գտել է իր հաճախորդին եւ ամեն մեկը ունի իր հավատարիմ հաճախորդին։ Մարիամ, եւ վերջում խոսենք փառատոնի մասին, ըստ ձեզ Curiosity Fest-ը որքանով է կարևոր Հայաստանում գործող ընկերությունների համար, օրինակ Դալմայի տեսանկյունից կարող եք պատասխանել եւ որքանով է ազդում, ինչ ազդեցություն է ունենում աշխատաշուկայի վրա։ Նման ֆեստերը ինձ համար շատ կարևոր են այնքանով, որ տալիս են հարթակ, որպեսզի ընկերությունը կարողանա դիալոգի մեջ մտնել ու շփվել իր հաճախորդների կամ պոտենցիալ հաճախորդների հետ։ Շատ անգամ ընկերությունում արվում է ահռելի մեծ աշխատանք եւ դա մնում է կուլիսների հետևում եւ այսպիսի ֆեստերը հնարավորություն են տալիս, որ դու պատմես մարդկանց, թե ինչի միջով ես անցնում, թե ինչ կորպորատիվ մշակույթ ունես քո մոտ, ինչու՞ չէ վաղը մյուսօր այդ մարդը կարող է գալ քեզ մոտ աշխատել կամ որպես հաճախորդ արդեն սկսի նաև ընտրել ընկերություններ, որից օգտվելու է այդ կորպորատիվ մշակույթի եւ արժեքների հիման վրա, ինչը մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք մեր ռազմավարությամբ ցանկանում ենք Դալմայի շուրջը համայնք ձևավորել ու այդ համայնքի հետ կկիսենք նույն արժեքները, կկարողանանք համայնքին առաջարկել այն ամեն ինչը, ինչ որ պետք է այդ համայնքին զարգանալու, առաջ գնալու համար։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։